Նինոցմինդայի շրջանի Կոնդուրա գյուղի վիկապարային համույթը, որը միավորում է երիտասարդ և տաղանդավոր պարողներին, վերջին ամիսներին դարձել է համայնքի հպարտությունը։ Նրանք երկարատև փորձերի, նվիրվածության և համառ աշխատանքի շնորհիվ պատրաստվեցին մասնակցելու միջազգային փառատոնին, որտեղ պետք է մրցեին տարբեր երկրի պրոֆեսիոնալ խմբերի հետ։ Հոկտեմբերի 24-ին մասնակցեցինք Մծխեթիայում կայացած միջազգային փառատոնին, Գանձայի կանձերպարային համույթներ և Մեծ Կոնդուրայի վիկապարային համույթը։ Երեխաները մասնակցեցին 3 պարով, պարեր աշխատել էինք, նոր պարեր էին, մեկ ամսվա ընթացքում պատրաստեցինք և շատ փայլուն ելույթ ունեցան։ Գանձայի կանձեր համույթը 2 պար ներկայացրեց, մեծ և միջին խմբերը, իսկ վիկա համույթը մենակ մեծ խումբը։ Մասնակցությունը շատ դժվար էր նրանում, որ պարող մյուս մասնակիցները ավելի պատրաստված էին և միջազգային փառատոն էր և պրոֆեսիոնալ խմբերի հետ էին մասնակցում երեխաները, ու ես հույս չունենալով, բայց արժանացանք լավագույնին։ Կազմակերպիչը չէր կարող որոշել, որ խումբը լինի առաջատար, այդ պատճառով լավագույն խմբերը և լավագույն պարուսույցները, խորեոգրաֆները արժանացան մեդալների, դիպլոմների և իհարկե այս գավաթին, այս մրցանակին։ Այդ փառատոնը մեզ նաև հրավերք եղավ դեպի Եվրոպա, որի համար շատ հուզված ենք և շատ ոգևորված ենք։ Շնորհակալություն ուզում եմ հայտնել նախ կազմակերպիչներին, որ այսպիսի գեղեցիկ միջոցառումներ, այդպիսի փառատոններ են կազմակերպում, որ մենք մասնակցենք և արժանանանք լավագույնին։ Մեր շրջանում, փոքր այս շրջանում, այսպիսի փառատոններ լինելով կարողանում ենք ապացուցել, որ կարող ենք ամեն ինչ և հայ ազգը պատրաստ է ամեն ինչի։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև ծնողներին, որ իրոք իմ և իր երեխաների կողքին են։ Առանց ծնողների մեր այս աշխատանքը կարելի ասել հնարավոր չէ։ Շնորհակալություն մեր մշակույթի տնօրինությանը և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ամիսների ընթացքում իրոք ինձ աջակցում են, օգնում են, որպեսզի կայանան այսպիսի փառատոնների մեր երեխաները։ Իսկ հոկտեմբերի 25-ին Թբիլիսիում նույնպես տեղի ունեցավ «Ես սիրում եմ Վրաստան» այդպիսի փառատոն, այնտեղ էլ մասնակցեց վիկա համույթի փոքր, միջին խումբը։ Նրանք ևս լավ արդյունքներով վերադարձան և շնորհակալ եմ, որ իրոք մեր երեխաները սիրում են պարը և մշակույթը։ Շնորհակալություն ձեզ և բոլորին։ Վիկա համույթը բարձրացավ բեմ, դահլիճը լցվեց հայկական տարազների շքեղությամբ, ազգային երաժշտության հնչյուններով և անկրկնելի պարի ուժով։ Յուրաքանչյուր շարժում պատմում էր գյուղի հոգու, բնության ու ավանդույթի մասին, թողնելով անջնջելի տպավորություն հանդիսատեսի վրա։ Մենք ներկայացնում ենք վիկա համույթը Աստղիկ Հարությունյանի գլխավորությամբ, մեր մրցույթի տեղի ունեցել Մծխեթայում, շատ հետաքրքիր միջազգային մրցույթ էր, այնտեղ և կային և հայեր և վրացիներ, ու ահա որ հետաքրքիր էր, սա այս տարվա մեր երկրորդ մրցույթն էր ու վերադարձել ենք առաջի կարգի դիպլոմներով և մեդալներով։ Վիկա պարային համույթը ճանաչվեց լավագույններից մեկը և արժանացավ հատուկ հրավերի մասնակցելու Եվրոպայում կայանալիք նոր փառատոնին։ Այդ պահը դարձավ ոչ միայն հաղթանակ, այլև երազների իրականություն։ Մենք ներկայացնում ենք վիկա համույթը, մեր պարուսույցն է Աստղիկ Հարությունյանը, մենք ամսի 25-ին գնացել էինք Թբիլիսի, Պրոբկավշիրիսկ կուլտուրիստ ցենտրի, գրավել ենք առաջի տեղը և շնորհակալ ենք շատ, որ մեր պարուսույցը աշխատել է և մենք կարողացել ենք այս հաղթանակը վաստակել։ Երիտասարդ պարողները խոստանում են շարունակել հայկական բարի գեղեցկությունը, տարածել աշխարհով մեկ, իրենց ավանդույթներին հավատարիմ մնալով։ Նրանց ճանապարհը դեպի Եվրոպա ոչ միայն բարի, այլև մշակույթի և հայրենի հպարտության հաղթանակն է։ Վիկայի հաջողությունը հիշեցրեց բոլորին, որ նույնիսկ փոքր գյուղերից կարող են ծագել մեծ երազանքներ, երբ սրտով ես պարում, աշխարհը կանգնում է ու նայում քեզ հիացմունքով։